Բաքվում պահվող 23 հայերից 7-ին ադրբեջանական տխրահռչակ արդարադատությունը արդեն հասցրել է դատել, մեղադրական դատավճիռներ կան։ Ցեղասպաններ, պատերազմական հանցագործներ են որակել այս մարդկանց, ուղարկել իրենց մոգոնած մեղքերի պատիժը կրելու։ Մյուս 16-ի կեղծ դատավարություններն էլ շարունակվում են ծանր մեղադրանքներով։ Պահման պայմանների, ֆիզիկական ու հոգեբանական վիճակի մասին միայն Կարմիր խաչն է այս ընթացքում տեղեկություններ ստացել, այն էլ դրանք հրապարակման ենթակա չեն։ Այցելության պարբերականությունը 6 շաբաթը 1 է, դրանք հետաձգելու առիթը Ադրբեջանը սովորաբար բաց չի թողնում, օրինակ տոնական օրերը պատճառաբանելով։ Միեդում հայգերիների շահերի ներկայացուցիչը կոնկրետ է ձևակերպում ադրբեջանական վարքագծում որևէ դրական տեղաշարժ չկա։ Հայերին Բաքվում պահում են անմարդկային պայմաններում, խոշտանգում, կտանքների ենթարկում։ Հաշվի առնելով, որ իրավապաշտպաններից մեկը խոսել էր այն մասին, որ Բաքվում պահվող հայերի պայմանները բարելավել են։ Այստեղ մենք կարող ենք խիստ պայմանական բարելավումների մասին խոսել, որը սանիտարահիգիենիկ պայմաններին է վերաբերում։ Դիվանագիտական խողովակները գործի դնելու մասին Սահակյանը հիշեցնում է, մի խումբ հասարակական կազմակերպություններ դիմել են Հայաստանի արտգործնախարարությանը, որպեսզի Շվեյցարիայի իշխանություններին պատվիրակեն հյուպատոսական իրավունքով դիվանագիտական այցելություններ իրականացնել։ Շվեյցարական կողմից ըստ Սահակյանի կա պատասխան, պետք է գործի հայկական կողմը։ Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, նրանք մեզ հավաստիացրել են, որ այդ հարցը քննարկումների փուլում է, սակայն խորհրդապահական բնույթը հաշվի առնելով այլ մանրամասներ չեն կարող հայտնել։ Հայերի դատերը, որ անցկացվում են Բաքվում, իրավական որևէ տարր չունեն, բացառապես քաղաքական լուծումներ են պահանջում, էլի կրկնում են իրավապաշտպանները։ Բայց նաև հատուկ ընդգծում են կատարվողի քարոզչական նշանակությունը։ Ադրբեջանում հաշվարկել են նաև հայերի զգացմունքայնությունը ու Բաքվի այս ֆարսով նաև հոգեբանական ճնշում են գործի դնում մի ամբողջ ազգի նկատմամբ։ Նկատմամբ անարժանապատիվ գործողությունը միանգամից վերագրում է իրեն, այսինքն այդ զգացողությունը ակնհայտ է, դա զգացել։ Դա համար որքան որ նվաստացվի ցանկացած հայ մարդ ադրբեջանական դատական process-ների ընթացքում, այդքան նվաստացվում է հայ ազգը։ Իդեպ, մարդու իրավունքների եվրոպական դատարանում 23 հայից 22-ի գործերը քննվում են միջպետական գանգատի միջոցով, այս թվում են ռազմաքաղաքական բոլոր ղեկավարների գործերը։ Եթե Հայաստանը հրաժարվում է միջպետական գանգատներից, ապա ըստ մասնագետի ստացվում է այս հայերի վերաբերյալ իրավական վեճ չկա, հարցը հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհով։ Այստեղ էլ ըստ իրավապաշտպանի Հայաստանը նշանակալի առաջընթացներ չունի։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։